Բլրոյանի բժշկական կենտրոնը Նոյեմբերյանի տարածաշրջանում միակ բժշկական կենտրոնն է, որ սպասարկում է որպես հիվանդանոց ամբողջ տարածաշրջանի բնակչությանը մոտավորապես 27000 բնակիչ։ Հիվանդանոցում ունենք վիրաբուժական բաժանմունք, մանկաբարձ գինեկոլոգիական բաժանմունք, թերապևտիկ մանկական բաժանմունք, ամբուլատորիաներ, պոլիկլինիկա, լաբորատոր ախտորոշիչ բաժանմունք, որտեղ որ եւ լաբորատորիա ունենք եւ ռենտգեն հետազոտության կաբինետ ունենք։ Մենք մինչև 2007 թիվը աշխատել ենք ձեռքով շնչելով, ավտոմատ ապարատներ չենք ունեցել, 7 թվականին ստացել ենք մի հատ ավտոմատ ապարատ, որը 3 տարի աշխատելուց հետո փչացավ, ինչ որ տարանք սարքել ու տենց էլ չստացվեց։ 2015 թվականին Ամերիկայից հայ բժիշկներ եւ ամերիկացի բժիշկներ եկել են մեզ օգնության, բերել են մեզ համար 2 հատ ամերիկյան դրեգեր ու արդեն 11 տարի աշխատում է։ Ժամանակի ընթացքում եղել է որ փչացել են 1-2 անգամ հնարավորին չափով սարքել ենք այդ ապարատները, բայց արդեն այն գործողությունները չեն անում, ինչ որ այս ժամանակաշրջանում անում են տարբեր բժշկական կազմակերպությունների շնչական անզգայացնող ապարատները։ Բավականին երկար աշխատելուց հետո այդ սարքերը բարոյապես եւ ֆիզիկապես արդեն դարձել են մաշված եւ կարիք կար փոխարինման։ Այդ նպատակով դիմեցինք Armenia Fund-ին, խնդրանքը չմերժվեց եւ մեզ ուրեմն նվիրաբերվեց անեսթեզիայի նոր սարք, լրիվ նոր սերնդի։ Էստեղ հոնա, ռենտգեննա։ Իսկ ինչ կլի սա։ Իմ ապարատը։ Լավ է։ Վայ։ Շնորհակալ ենք բոլորիս, որ հաշվի են առնում մեր վիճակը եւ օգնում են մեզ։ Չի պատկերացնում։ Որովհետեւ խոսք էր գնում, որ հետո են բերելու, մի ամսվա մեջ են բերելու, իսկապես որ սյուրպրիզ էր։ Լաբորատորիայում, քանի որ ունենք ավտոմատ բիոքիմիական վերլուծիչ սարք, որը թույլ է տալիս, որ մեր պատասխանները լինեն լրիվ ճշգրիտ, մարդկային գործոնը հասցվել է մինիմումի։ Դարձյալ այդ նպատակով մեր խնդրանքը չմերժվեց Armenia Fund-ի կողմից եւ մեզ նվիրաբերվեց Cobas 111 ավտոմատ բիոքիմիական անալիզատոր։ Նախկինում աշխատանքը խրթին էր, երկար էր նախկին ապարատով։ Հիմա բավականին դժվարամատչելի անալիզներ ենք դնում, մինչև 15 րոպե են կատարում բազմաթիվ անալիզներ 8 հոգու համար միանգամից։ Աշխատանքն բարելավել է եւ պատասխանը լիարժեք, ճիշտ, շատ գոհ ենք մեր նվիրաբերած ապարատից, մեզ նվիրաբերողներից։ Շտապօգնության նոր ավտոմեքենա այս պահին ունենք եւ էլի Reanimobile որպես այդպիսի նոր լրիվ հագեցված սարքավորումներով անհրաժեշտությունը կար, կարիքը կար, գիտենք, որ նույնպես դա նվիրաբերվելու է իր բոլոր սարքավորումներով։ Մենք ունենալու ենք մի հատ հրաշալի շտապօգնության մեքենա։ Ուզում եմ մեր խորին շնորհակալություն հայտնել դոկտոր Վիոլետ Բագրամյան-Նիսանյանին, որ այս ամեն ինչը կազմակերպել է հիշատակ իր ամուսնու դոկտոր Արա Նիսանյանի ցանկությամբ եւ Armenia Fund-ին, որ մեր կողքին էր եւ մեզ օգնեցին, որպեսզի մենք կարողանանք ունենալ այս սարքավորումները։